Բարի լույս սիրելիներս, Տեր Հայր, ինչու էր Քրիստոս քարոզելիս առակներով խոսում։ սիրելիներս, նախ սա մարգարեության կատարումն է, որովհետև Սաղմոսած գրքում այսպես է գրված. Իմ բերան առակներով պիտի բացեմ եւ աշխարհի սկզբից վեր ծածկված բաները պիտի հայտնեմ։ Պարզ հասարակ ժողովուրդը շատ դժվար էր ընկալում Հիսուսի խոսքը, որովհետև ինչքան էր որ դու գեղեցիկ խոսես, ինչքան է որ գեղեցիկ բառերով քո մտքերն արտահայտվես, միևնույն է ժողովրդի մտքի մեջ մնում են ինչ որ կարող ես առակի կամ որևէ պատմության միջոցով փոխանցել։ Հիսուս այս ամենն անում էր, որպեսզի մարդկանց մեջ պատկերավոր կերպով տպվեր այն խոսքը, որ նա ուզում էր հասցնել նրանց հոգու փրկության համար։ Մենք շատ հաճախ մարմնավաճառներին ասում ենք անառակ կյանքով ապրող, այսինքն առանց խրատի, առանց առակի դաստիարակված մարդ։ Երբ որ որևէ մեկին ուզում ես որևէ բան ասել, նախ երբ որ ինքը չի հասկանում, իրեն կարող ես առակի միջոցով կամ որևէ պատմության միջոցով քո խոսքը հասցնել նրան։ Դրա համար Հիսուս շատ հաճախ երկնքի արքայությունը նմանեցնում էր սերմնացանին, վաճառականին, ագարակի մեջ գործ անողին, այգեպանին, որպեսզի մարդիկ իրենք էլ պատկերավոր հասկանային, թե Հիսուս ինչ է ուզում ասել կամ ամեն մարդ այս աշխարհի մեջ ինչ կոչում ունի կամ ինչի համար է աշխատում։ Տեսեք, վաճառականն ասում է, մի վաճառական մի գեղեցիկ մարգարիտ գտավ, գնաց վաճառեց ամբողջ ունեցվածքը, եկավ այդ մարգարիտը գնեց, ցույց տալու համար, որ մարդու հոգին ամենաթանկ մարգարիտն է, եւ եկեղեցին իմաստուն վաճառական իր ամբողջ ինչքերը դնում է, պետքերը դնում է այդ թանկ մարգարիտը գնելու համար։ Կամ ուրիշտեղ սերմնացան առակի մեջ, երբ որ սերմնացանը դուրս է գալիս իր հողի մեջ սերմերը ցանելու, կամ ճանապարհին թափված այգարակի մեջ, փշերի մեջ թափված սերմերը, եւ ցույց է տալիս Հիսուս, որ ամեն մարդու մեջ ով ինչպես լսում է ու ինչպես հասկանում է, այդպես էլ կարող է ընկալել նաեւ Աստծո խոսքը։ Դրա համար երբ որ մեր հոգսերն շատանում, մեր դժվարությունները, նեղությունները շատանում են, Աստծո խոսքը խեղդում են իրենց մեջ։ Դրա համար մեր սիրտը միշտ պետք է պարարտ հողի պես լինի, որպեսզի առակներով եկած խոսքը սերմամի մեր պարարտ հողի մեջ, մեր սրտի մեջ, որպեսզի պտուղ տա եւ մենք այդ պտուղների միջոցով կարողանանք երկնքի արքայությունը ժառանգել։ Դրա համար Հիսուս ամեն անգամ առակներով խոսելով մարդկանց հեշտությամբ բացատրում էր երկնքի արքայության խորհուրդը, որպեսզի ամեն մարդ, որ ուզում է ճշմարտությանը հասու լինել, ինչպես առաքյաններն են հետո տուն վերադանից ասում են Տեր, մեկնիր մեզ այս առակը, եւ Հիսուս ասում է թե դուք եք դժվարությամբ հասկանում, բայց ինչ պետք է անեն պարզ ու հասարակ ժողովուրդը։ Դրա համար այս առակները մեզ համար միջոց են հասկանալու Տիրոջ խոսքը, գնահատելու, ամեն մեկս մեզ պատկերացնում են առակի խորհրդի մեջ ով ենք մենք, ինչի համար ենք եկել այս աշխարհ, որն է մեր նպատակը, ուր պիտի մենք վերադառնանք, որպեսզի Տիրոջ ճանապարհով կարողանանք հասնել հավիտենական կյանքին։